Այսօրվա խոսքը դավանության սկզբնաղբյուրների մասին է։ Դավանության մասին խոսելիս անցյալ անգամ նշեցինք երկու կարևոր հանգամանք։ Առաջին, դավանությունը հայտնութենական բնույթ ունի, այսինքն հայտնությամբ տրված է Աստծո կողմից։ Երկրորդ, այն սահմանված եւ եզրագծված է եկեղեցու կողմից որպես փրկության համար անհրաժեշտ ճշմարտություն։ Այսպիսով, դավանությունը կամ դավանանքը աստվածային հայտնությամբ տրված եւ եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունն է։ Հայերենում դավանություն եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն դոգմա բառի հոգնակի ձևին, որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ լավ կամ ճիշտ է թվում, սակայն հետզհետե եկեղեցական աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավանական դրույթ կամ հավատքի ճշմարտություն։ Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով։ Դավանական խնդիրների հետ առնչվող աստվածաբանական ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն։ Դավանության աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է։ Աստված ինքն է հայտնել իրեն իր հոգու կենդանի ներգործությամբ, եւ այդ հայտնությունը արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի եւ վարդապետների հոգեշունչ գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով եւ այլն։ Այդ հայտնությունը շարունակական է եւ ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի եւ գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է։ Համաձայն Տիրոջ խոսքի ուղղափառ դավանությունը այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին։ Ուղղափառ դավանությանը, որը նաև կոչվում է տեսական հավատք, պետք է անպայմանորեն զուգակցել ուղղափառ կենցաղավարություն եւ աստվածպաշտական ճիգեր, ինչը կոչվում է գործնական հավատք։ Տեսական եւ գործնական հավատքի ճիշտ համադրությունը ըստ եկեղեցու հայրերի հոգեվոր կյանքի եւ փրկության անհրաժեշտ նախապայմանն է։ Դավանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզերական ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը։ Տիեզերական ժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք դավանության հակիրճ ձևակերպումներ են։ Հավատո հանգանակը նաև կոչվում է հավատամք կամ խոստովանություն հավատո կամ դավանություն հավատո։ Այս իմաստով դավանությունը ուղղափառ հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել եւ վկայել որպես ճշմարտություն։ Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ, եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել եւ հաստատել հավատացյալ գիտակցությունը։ Եկեղեցու հայրերի եւ վարդապետների կողմից ավանդվել է մեծածավալ դավանական ժառանգություն ուղղափառ հավատքը ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու եւ մեկնելու համար։ Այս ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է։ Հայաստանյաց առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցին, ինչպես նաեւ արևելյան մյուս ուղղափառ եկեղեցիները, որպես տիեզերական են ճանաչում միայն Նիկիո 325 թվականի, Կոստանդնուպոլսի 381 թվականի եւ Եփեսոսի 431 թվականի եկեղեցական ժողովները, որոնք կոչվում են տիեզերական ժողովներ կամ տիեզերաժողովներ։ Այսինքն ուղղափառ հավատքի գլխավոր սահմանումները տրված են միայն 3 տիեզերաժողովների միջոցով, որոնց դավանական որոշումների վրա է կառուցված հայ եկեղեցու դավանական համակարգը։ Հայ եկեղեցու դավանաբանության կարևորագույն աղբյուրներից են մեծ տիեզերական սուրբերի Դիոնեսիոս Արեոպագացու, Աթանաս Մեծի, Եփրեմ Ասորու, Գյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի, Գրիգոր Նյուսացու, Եփիփան Կիպրացու, Հովան Ոսկեբերանի, Գյուրեղ Ալեքսանդրացու դավանական երկերը, որոնց ավանդների հիման վրա է զարգացել եւ ձևավորվել հայ դավանական միտքը։ Կարևոր աղբյուր է նաև Տիմոթեոս Կուզի հակաճառությունը, որ զգալի ազդեցություն է թողել հայ դավանական մտքի ձևավորման վրա։
Նշանավոր են կնիկ հավատո եւ գիրք թղթոց ժողովածուները։ Հայ եկեղեցու դավանական համակարգը վերջնականապես բյուրեղացավ Հովանես Օձնեցու, Խոսրովիկ Թարգմանչի, Գրիգոր Նարեկացու, Անանիա Սանահնեցու, Պողոս Տարոնացու, Հովանես Սարգսակի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Արևելցու, Մխիթար Սասնեցու, Կիրակոս Երզնկացու, Ստեփանոս Օրբելյանի, Եսայի Նչեցու, Հովան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու աշխատությունների շնորհիվ։ Հայ դավանական մտքի զարգացման պատմության մեջ առանձնահատուկ դեր է ունեցել Մանասկերտի 726 թվականի ժողովը, որի ընդունած նզովքները ուղղափառ հավատքի սահմանումներ են ընդհակառակից։ Հայ եկեղեցում ծիսական կիրառություն ունեն 3 հանգանակ, որոնք հակիրճ ներկայացնում են հայ հավատքի կարևորագույն սկզբունքները։ Առաջինը կոչվում է Նիկիական, սակայն իրենից ներկայացնում է Նիկիո-Կոստանդնուպոլսյան մի խմբագրություն։ Երկրորդը Գրիգոր Տաթևացու խմբագրած հավատքի խոստովանությունն է։ Երրորդը մկրտության արարողության մեջ գործածվող հակիրճ տարբերակը։ Դավանական աղերսներով լի են նաև հայ եկեղեցու ծիսական մատյանները՝ շարակնոցը, ժամագիրքը, մաշտոցը եւ պատարագամատույցը։ Հայ եկեղեցու դավանական կառույցը ունի 3 հիմնական մաս. առաջին Աստված, երկրորդ արարչագործություն եւ երրորդ փրկագործություն։ Փրկագործությունը իր հերթին եւս բաժանվում է 3 մասերի. առաջին Քրիստոսաբանություն, երկրորդ Սուրբ Հոգու տնօրինություն եւ եկեղեցի եւ երրորդ վախճանաբանություն։ Դավանության առաջին մասը Աստծո, նրա գոյության, ինքնության եւ ստորոգելիների մասին է։ Երկրորդ մասը Աստծո կողմից աշխարհի արարչագործության մասին։ Իսկ երրորդ մասը Աստծո միածին որդու մարդեղությամբ մարդկանց փրկագործելու մասին։ Փրկագործությունն իր հերթին եւս բաժանվում է 3 մասերի։ Փրկագործության, ինչպես նաև դավանության գլխավոր թեման Քրիստոսաբանությունն է, այսինքն թե ինչպես պետք է խոստովանել մարմնավորված Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին։ Այս մասին որոշակիորեն ասում է Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին։ Քրիստոնեության անունը Քրիստոսին ճշմարիտ դավանելն է, եւ քրիստոնյա է անվանում նա, ով ունի ճշմարիտ դավանությունը։ Փրկագործության երկրորդ մասը, որ կոչվում է Սուրբ Հոգու տնօրինություն եւ եկեղեցի, Հիսուս Քրիստոսի փրկագործության շարունակության մասին է, հոգեգալուստից մինչև ներկա։ Իսկ երրորդ մասը, վախճանաբանությունը, գալիք իրադարձությունների մասին է։ Դավանաբանության առանցին մասեր են կազմում նաև Սուրբ Հոգու տնօրինության եւ եկեղեցաբանության մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են շնորհը, եկեղեցու սրբազան խորհուրդները, ծիսական աստվածպաշտությունը, աղոթքը եւ այլն։ Այս ամենին մենք մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ հաղորդումների ժամանակ։ Սիրելիներ, ճանաչենք եւ հաստատվենք մեր անբիծ, անաղարտ եւ սուրբ հավատքի մեջ։ Գնահատենք մեր սուրբ հայրերից եւ հավատքի ուսուցիչներից մեզ հասած ժառանգությունը, պարզենք մեր հոգևոր ինքնությունը եւ գտնենք Աստծո հետ հաղորդակցվելու մեզ հարազատ կերպերը։ Այս ամենը մեզ է հասել սերունդների մակարումով, նահատակությամբ, գերագույն ճիգերով։ Պատկառենք եւ օրհնենք Աստծուն, որ այս ամենի ժառանգորդ դարձրեց մեզ եւ կանգնեցրեց ճշմարիտ հավատքի անսասան վեմի վրա։ Սակայն ոչ միայն գիտելիքով, այլև վարքով լինենք ուղղափառ եւ հետևորդ առաքյալների եւ երանաշնորհ հայրերի, եւ թող Տերը տա մեզ ճշմարիտ հավատքի կատարյալ գիտությունը, որպեսի ճանաչենք իրեն, որ բնակվում է անմատույց լույսի մեջ եւ ամեն ինչում անհաս է, անբավ եւ անճար։ Նրան փառք եւ գովություն հավիտյանս ամեն։